Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Գազախողովակներին չէ։ Գազարտոս եղել, հա։ Այն ասֆալտի տեղից միջև ընդ քանի կիլոմետր կլինի, որ սենց վիճակա։ 5 կիլոմետր, չէ։ Հե, Օբելիքս։ Որ ասֆալտը աղարացել էին, ավտոբուսը չեր ընկնի այդ օրը։ Ինչ? Ես ոնց ես փոխվե։ Էսի որ գյուղնա, Սիսնա, չէ, էսի Սիսնա, չէ, վթարը Սիփանիկի տարածքում է, թե Սիսի, Սիփանիկի, չէ։ Ապրիլի 29-ն է, Արարատի մարզում ենք, Սիփանի գյուղամիջյան ճանապարհին, Սիփանի գյուղի վարչական տարածքում մարդատար ավտոբուսը, որը սպասարկում է Հովտաշատ և Մասիս Սիս գյուղերը, դեռևս անայդ հանգամանքներում կողաշրջվել և բախվել է գազատար խողովակներին, կոտրել գազատար խողովակները, վթարի հետևանքով 6 հոգու օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ 1 հոգի է, ով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հղի կին է,
բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վահարշապատ բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոցիմյանի, Սահակ Թաթևոսյանի գլխավորությամբ։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապահ քննիչը, ով այնուհետև ժամանի դեպքի վայր։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Արարատի մարզի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները, նախ երբ հողաշրջվելու վնասել է, տեսնում եք, կոտրել է մի քանի գազախողովակներ, տեսնում եք, սկսվել է գազի արտահոսք, ինչը ժամանակավորապես դադարեցվել է, այս պահին արդեն աշխատանքներ է իրականացնում Գազպրոմ Արմենիայի Արարատի գազի պատասխանատուները, հավանաբար Մասիսի, որպեսզի վթարը վերականգնեն և գազամատակարարումը ստանան բնակիչները։ Այս պահին բարեկները պարզում են վարորդի տեղում բուժօգնություն ստացած 6 քաղաքացիների և Էջմիածնի բժշկական կենտրոն տեղափոխված հղի կնոջ ինքնությունը։ Ճանապարհը մի քանի կիլոմետրանոց մինչև Սիս գալը, որոշ հատվածներ իդեալական ասֆալտապատում է արված, կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով, բայց այս հատվածում այս մի քանի կիլոմետրանոց ճանապարհը ամբողջությամբ այնքան շատ է փոսեր, որ երևի հաշվիչ մեքենան տեղ չի անի, որ հաշվես ինչքան փոսեր կա։ Վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որ հավանաբար ավտոմեքենան հայտնվել է փոսերում, վարորդը չի կարողացել կառավարել այն և տեղի է ունեցել վթարը։ Ճանապարհը մի քանի կիլոմետրանոց, տեսնում եք, վրի, այնքան շատ է փոսերը, որ մարդ չգիտի որը փախցնի։ Որ լավ կլինի, որ այս ճանապարհն էլ կառավարությունը ֆինանսավորի և կատարվի կապիտալ վերանորոգում։ Մի քանի կիլոմետրանոց, մոտ մի 4-5 կիլոմետր կլինի, չէ՞ որ սենց ավիրակ է ճամփեն։ Բիբլիական Մասիսը տեսեք ոնց համտիր է երևում։
Այսինքն 3 գյուղ է էլի սպասարկում։ Մասիս, Սիփանիկ, Հովտաշատ, Սիս։ Նույն ավտոբուսն է։ Այս ուսանողականն է։ Այն։ Այս ուսանողականն է անվճար երթուղի։ Մեծ տրակտոր եկել է օգնելու, որ ավտոբուսը դզի,
Պակրամպե չի գա։ Հա։ Սաղոր պարկին պոլիգրեմ, պոլիգրեմ Սակետան մեկ շետեմ տանելու յան հետո բանը։ Շավշանի վերջակապ է փոստի կոթակից։ Հա, Ուրես պրերը բանալու դեչ։ չէ խանգար։ Չեն կարա դզեն։ Չէ, անի ճամպական մի հատ էլեկտրիկ փոր ենք ավիրենք, այո։ Չէ, սկատ է, երկու փոստը վերցեք, խաչը տարածեք։ Всё, կարա։ Տեսնեմ մատեննա փոսկենա, բանկենա, քաշակ դզավ։ Այդքան բան չէ, ճամփենա։ Այս պայն արդեն քաղաքացիները փորձում են տրակտորով հա դարձի բերել գոհաշրջած ավտոբուսը, որպեսզի տեղափոխեն անվտանգ վայր։ Տրոսից հեռու ժողովուրդ, հեռու տրոսից։ Հեռու, հարազատ, հեռու։ Վայ, հեռու, տրոսից հեռու։ Скоростный автобус է։
Ահա Խոտի տուկը փաթ է, չէ՞ դրանով։ Խոտի տուկը։